Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրդվարի առավոտյան ծրագիր։ Բարի լույս, մեր շատ սիրելի ու հավատարիմ հեռուստադիտող, մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եւ Ռեժը եկել ենք, որպեսզի դուք մեզ հետ միասին արթնանաք եւ առաջիկա 1 ժամը դարձնենք, փորձենք դարձնել ավելի հետաքրքիր։ Ինչ որ մի փոքրիկ էներգիա ավելացնենք, որպեսզի ձեր օրը տեմպ ունենա։ Այնպես որ ճիշտ ժամանակն է ճիշտ տեմպի մեջ լսել ճիշտ երաժշտություն եւ արթնանալ մեզ։ Ինչ ասիկ տենց ենք անում։ Okay. Ինչ վերադարձանք տաղավար, ցանկացած պրեմիերա, ցանկացած նորություն տոն է մեզ համար, որովհետև տոն է նաև հեռուստադիտողի, հանդիսատեսի ու ընկերների համար։ Ապրիլի 10-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Տեսիլներ քեզ համար խորագրով գրական երաժշտական երեկո։ Եվ այդ կապակցությամբ այսօր մեզ մոտ տաղավարում են դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, բարի առավոտ, եւ կոմպոզիտոր գործիքավորող Կարեն Անանյանը։ Բարի լույս։ Նախ շատ ուրախ ենք, որ օրդվարի տաղավարում եք եւ այսօր կիսում եք մեզ հետ ձեր ժամանակը, թանկ ժամանակը ու կարեւոր ժամանակը եւ քանի որ անմիջական ու բարի եթերը ուզում ենք հարցնել առհասարակ ձեր առավոտները ինչպես են սկսում եւ վաղ եք արթնանում։ Բնականաբար, որտեղ աշխատանքը շատ է վերջին մի քանի օրերին եւ 24 ժամը չի բավականացնում, քանելու ժամանակ համարյա չկա։ Դա ստիպած ուշ պարկում ենք շատ շուտ վերքեն։ Հրաշալի սուրճ թե թեյ։ Սուրճ եւ դրա մասին արդեն Վրեժը գիտի, որովհետեւ մոտ մեկ շաբաթ առաջ մենք եթերում ուրիշ միջոցառում եւ Վրեժը հարցրեց մի անգամից այդ հարցը տվեց, ասեցի որ սուրճ առավոտյան եւ գարեջուր։ Հրաշալի համադրություն, տեսիլներ քեզ համար, մի փոքր պատմեք նախագծի մասին, ինչ է այն իր մեջ ներառելու, որովհետև վերջին շրջանում շատ ընդունված է, հա, որ պոեզիան նմանատիպ է համադրեն երաժշտություն։ Եվ սա շատ հաճելի է, նշանակում է պահանջը կա ու մենք արդեն մի ուրիշ հարթակում ենք հայտնվում այս բառը։ Ումն էր գաղափարը առաջարկը։ Այս ֆորմատը ոնց ասեցիք արդեն գոյություն ունի մի քանի տարի, մի քիչ ձևաչափը մի փոքր փոխվելով։ Օրինակ Արտուր Կարապետյանի հետ երբ մենք սկսեցինք համագործակցել, սկզբում մի փոքր ուրիշ էր այն իմաստով, որ սկզբում ամբողջ ասմունք էր գնում, հետո ես երջու հետ երկրորդ բաժինն։ Այսինքն երկու բաժիններից էր մի հատվածը պոեզիա, մյուս հատվածը երաժշտություն։ Հիմա կարծես միացել է այդ ամենը։ Ես Սուզան Մելքոնյանի հետ էի համագործակցում, իսկ առաջին բաժինը Արտուր Կարապետյանն էր։ Հետո մենք զրուցեցինք եւ հասկացանք, որ կարող ենք անել մի այլ էլի հետաքրքիր շատ նախագիծ, երբ ասմունքը գնում է եւ այդ ժամանակ հենց երաժշտությունը տեղավորվում է, ճիշտ կուլմինացիայով գնում է եւ ճիշտ նույն ժամանակ վերջանում է բանաստեղծության հետ միասին։ Եվ կարծում եմ շատ հետաքրքիր ստացվեց, ասեք Արտուր ջան։ Բնականաբար առաջարկություն եղավ կամերային երաժշտության տան կողմից, ղեկավարության կողմից, որտեղ ցանկություն հայտնվեց, որ բացի դասական երաժշտությունից կամերային երաժշտության տանը հնչի նաև պոեզիա։ Նստեցինք, զրուցեցինք եւ մեր համագործակցությունը Կարենի հետ, ոնց որ Կարենը քիչ առաջ ասաց, մի քիչ ավելի սերտացավ։ Կազմեցինք ծրագիր, առաջին ծրագիրը մեզ մոտ կոչվում էր այսպեսի վերնագիր ուներ հեքիաթի պես մի բան։ Հետո դարձյալ կամերային երաժշտության տան ղեկավարության խնդրանքով արեցինք երկրորդը, բարև, եւ հիմա երրորդը տեսիլներ քեզ համար վերնագիրն է գրում, որ իր մեջ ներառում է 4 պոետի,
Չարեն Ստերյան, Ջուլիետ Գրիգորյան, Սլավիկ Գրիգորյան եւ Սլավիկ Չիլոյան։ Ինչպես եք ներառել, այ ինչպես որոշեցիք, որ պոետները պիտի լինի, միահյուսվում են։ Շատ հրաշալի կերպով, որովհետեւ տեսեք, գուցե ոմանք ինձ հետ համաձայն չլինեն, բայց ես այսպեսի զգացողություն ունեմ։ Կան պոետներ, կան բանաստեղծներ։ Մի փոքր բացատրեք։ Մեզ հասարակ հանդիսատես։ Մարդիկ նստած հանգավոր խոսք են գրում, բայց մարդիկ չեն գրում, մարդկանց մոտ ծնվում։ Այո, Չարենցի մոտ էր, ոնց էր Չարենցի մոտ ծնվում, կարծես մուրճը խփում էր սալիկին եւ կայծերը թռնում էին բանաստեղծության տողերը։ Նույնը Տերյանը, որ կարդում ես Տերյան, չես մտածում, որ ինքը նստել, մտածել, հանգավորել է տողերը։ Նույն պոետներ Սլավիկ Չիլոյանը, ֆանտաստիկ, օրիգինալ պոետ, որ տարբերվում է բոլորից։ Եվ վերջապես Ջուլիետ Գրիգորյանը, որ դարձյալ իմ կարծիքով ես գուցե մարդիկ ինձ հետ համաձայն չլինեն, բայց ինձ համար ինձ կին պոետներ ես շատ հազվադեպ եմ ընթերցում, բայց Ջուլիետ Գրիգորյանի պոեզիան ապրված է, յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նախադասություն։ Եվ այդ առումով շատ դյուրին էր այդ 4 պոետների համադրությունը եւ կազմել այդ տեսիլներ քեզ համար կոմպոզիցիան։ Ես պատկերացնում եմ հանդիսատեսին ինչ է սպասվում, իսկ ինչ եք դուք այդ պահին ապրում, ինչ ապրումներ են ունենում մինչև ու հետո։ Մինչև աշխատանք է, երկար աշխատանք, որովհետև մենք պատասխանատու ենք մեր հանդիսատեսի համար եւ Կարենի հետ այս անգամ մեզ միացել է նաեւ Հարպինիկ Հակոբյան, հրաշալի թավջութակահարուհի, երգչուհի, հրաշալի անձնավորություն, մտածում ենք, հղկում ենք, հասցնում ենք հնարավորինս հասցնում ենք մեր պատկերացած կատարելության, որպեսզի հանդիսատեսը մեզնից գոհ մնա եւ ցանկություն ունենա հաջորդ անգամ եւս գալու, որ շատ ուրախ եմ, որ այսօրվա մեր հանդիսատեսի մոտ կա ինչպես մեր բոլոր ներկայացումները Կարենի հետ որ արել ենք, եղել է լեփլեցուն դահլիճներ, իսկապես լեփլեցուն դահլիճներ։ Սա վառապացույցն է, որ մարդիկ ուզում են իրական ու լավ արվեստ տեսնել։ Եվ մարդը կարիք ունի պոեզիայի, մարդը գեղեցիկի կարիք ունի։ Առանց դրա հնարավոր չի ապրել։ Առանց պոեզիայի հնարավոր չի, առանց պոեզիայի կյանքը վերածվում է այն ինչ որ տեղ ունենում աշխարհում։ Պատերազմի, որտեղ մոռացել են գեղեցիկի մասին։ Տեսեք, պոեզիայի մասին խոսեցինք, կուզենայի նաև երաժշտական այդ մասով զրուցենք, որովհետև հետաքրքիր է, երաժշտությունն է ընտրվում հետո նոր պոեզիան, թե պոեզիայից բխում է, թե ինչ երաժշտություն պիտի լինի ընթացքում։ Չէ, ավելի շուտ պոեզիայից է բխում, եւ իմ համար էլ դա շատ հետաքրքիր նոր ժանր է, որով ես իսկականից շատ հետաքրքրվեցի, նամանավանդ որ Արտուրի հետ ենք մենք դա անում, ուղղակի sense արվեստի աուրա է գալի Արտուրից եւ մենք կես խոսքից, կես բառից հասկանում ենք իրար։ Առաջինը իհարկե պոեզիան է, ընտրվում է ինչ պետք է կարդացվի եւ մենք ոնց որ միանգամից հասկանում ենք ոնց է սիրտը բխում դրա տակ եւ սկսում եւ միասին վերջացնում ենք։ Շատ հեշտ են անցնում մեր փորձերը։ Այդ առաջի փորձերն անում ենք, ես անդադար մտածում եմ լավ հիմա ինչ պիտի առաջարկի Կարեն, ինչ պիտի նստենք, տանջալից process-ը պիտի լինի ընտրության, բայց չէ, հենց առաջին տողից մեկ էլ Կարենը հանկարծ տի կար հա էսա ու վերցնում են շատ հաճելի եւ շատ կոմֆորտ Կարենի հետ աշխատել, որովհետեւ ես կարծում եմ որ մեր հանրապետության լավագույն դաշնակարներից մեկն է, այդ առումով իմ բախտը շատ է բերել։ Իմն նրա համար չեմ ասում Կարենը կողքից իրոք դա այդպես է եւ փորձում ենք երկուսով նայել նույն ուղղությամբ։
մտածել նույն ուղղությամբ։ Կարեն, քո ստեղծագործություններն են, թե ընտրում։ Չէ, իմերը չեն, չնայած դա էլ կարող է լինի բացառված չի։ Կարևորը որ թեմայի մեջ լինի տվյալ այդ պահին հնչող բառերին համահունչ լինի։ Այս կոնկրետ ներկայացմանը մենք դեռ այդքան պատրաստ չենք, բայց ես ընդհանրապես չեմ կասկածում որ լավ կլինի, որովհետև անցած երկուսը որ եղավ, մենք ուղղակի մի փորձից ամեն ինչ տեղն անգնում շատ արագ էլի դեռ չգիտեմ մոտավորապես ինչա դնչելու այնքան պատրաստ չենք երկու մասը պատրաստ է երկուսը դեռ աշխատանքի բանն պրոցեսն է մենք գիտենք դա ընդհանրապես համեստություն է որ վաղուց արդեն մտովի ամեն ինչ պատրաստ է ամեն ինչ կա ուղղակի այդ ամեն ինչ պետք է բայց ինչն է դա քրքիր որ Կարենը չի նվագում իսկապես չի նվագում Կարենը ստեղծում է տրամադրություն Կարենը ստեղծում է իր մատներով իր երաժշտությամբ այն հրեղենզին որի վրա բազմած խոսքը բարձրանում է վերև շատ հետաքրքիր է Կարենը այդ աշխատել որտեղ զգացողությունը մեր զգացողությունները գրեթե նույնն են դրա համար շատ հաճելի է նույն հաճույքով նաև նույն զգացողությունը կա նաև Արփենիկի հետ Տավջուտակարի աշխատանքի ժամանակ հիմա պիտի փորձեմ երկու հրաշալի մարդկանց երկու հրաշալի երաժիշտների եւ ես ստեղծել այն կախարդական եռանկյունին, որը մեր առաջ կբացի այ քեզ համար տեսիլները։ Շատ հետաքրքիր է ֆորմատը ընտրված վերջին շրջանում կան այսպիսի նաև ֆորմատներ որ որոշակի ինչ որ հա միջավայրերում որտեղ կարելի է նաև սնվել, չգիտեմ, գարեջուր կամ գինի կամ թեյ կամ սուրճ ըմպել եւ վայելել նմանատիպ միջավայր։ Բայց դուք ընտրել եք ավելի հետաքրքիր ու ինձ համար նաև կարծում եմ այո ընդունելի միջավայր։ Արդյոք կա մտադրություն ոչ միայն Երևանում, քանի որ այս ամեն ինչը կենտրոնացած է անընդհատ Երևանում, գնալ մարզեր եւ այս ամեն ինչը նաև տանել։ Ես կարծում եմ որ այնտեղ եւս կարոտ են այս ամեն ինչին եւ իրապես մի քիչ երևի խիստ չլինի կարծիքս բայց այնտեղ էլ լավ արվեստի կարոտ են էլի մեր մարզը շատ լավ բան եք ասում միտքը շատ լավն է մենք ուղղակի դեռ չենք հասցրել քննարկել բայց ես ողջունում եմ եթե ստացվի իհարկե մարզերում էլ պետք է բայց այդ ամենը ֆինանսներից է կախված այնպես որ հարգելի հովանավորներ եթե դիտում եք մեզ եւ ուզում եք լավ արվեստը հասնի նաեւ մարզեր եւ ոչ միայն նույն բանը կարող ենք նշել նաեւ Սփյուռքի որովհետև վստահ եմ հիմա մեզ եթերում դիտում են նաև Սփյուռքում ասում են մենք էլ ենք ուզում սա վայելել որովհետև սա այնպիսի ֆորմատ է որ ուզում ես կենթանի վայելել զգալ այդ շունչը թե ձեր միաձուլված բեմում եւ թե հանդիսատեսի այնպես որ եկեք կամենանք որ դա լինի ասեմ ավելին մենք կողմ ենք մենք բաց ենք առաջարկների համար նենց որ կքննարկենք անպայման ինձ մեկ այլ բան է հետաքրքիր այ մենք խոսում ենք դրական փոփոխություններից որ հանդիսատեսը ունի գեղեցիկի կարիք ինչպես նշեցիք պարոն Կարապետյան դուք երկուսդ էլ ձեր ոլորտում կայացած ամեն մեկը ձեր ձեռագրի տեր ունեցող արտիստներ անձնավորություններ եք եւ ձեր գործին նվիրված ինչն է ձեզ այսօր զայրացնում ասպարեզում այո Թե արվեստում։ Չգիտեմ, աշխատում մտածել ու գտնել միտքը հատարված է նրանով, թե ես ինչ կուզեի ասել, որ չզայրացնեմ դիմացինից։ Ինչ լավ պատասխան էր։ Դուք ամեն ինչ անում եք դրա համար։ Փորձում ենք, ես կարծում լինի Կարենը փորձում ենք անել այն ինչ որ մենք կարող ենք անել ես ժամանակ չունեմ անկեղծ մտածելու դրանց մասին իսկապես չունեմ ժամանակ նեգատիվի մասին մտածելու որտեղ մեր ժամանակը շատ քիչ է Կարենն շատ բազմազբաղ է իդեպ ամեն անգամ Կարենին ես ու Կարենը որ հանդիպենք այդ փորձի համար ես շատ երկար մտածում ենք մեր գրաֆիկները հարմարեցնում ենք որ կարողանանք մի քանի ժամ միասին աշխատել եթե մարդը մտածի այն գործի մասին, ինչ որ ինքը անում է, լավ բանի մասին, որ ինքը ուզում անի, ժամանակ չունենա նեգատիվի մասին մտածել, իսկ ինչի մասին որ չես մտածում, ինքը արդեն էլ գոյություն չունի։ Արդեն գոյություն չունի։ Հրաշալի։ Շնորհակալ եմ անչափ մեծագույն հաճույք է ու պատիվ ձեր տեսակի մարդկանց ունենալ այսօր մեր տաղավարում հյուր։ Շնորհակալ ենք շատ որ ժամանակ գտաք եւ եկաք ու մենք էլ ունեցանք հնարավորություն լուսաբանելու այս հրաշալի իրադարձությունը, քանի որ ապրիլի 10-ին ձեզ իսկապես սպասում է յուրահատուկ երեկո 19:30-ին եւս մեկ անգամ հիշեցնեմ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեսիլներ քեզ համար, հենց ձեզ համար տեսիլներ, գնացեք, վայելեք, ես էլ եմ վազքով գնալու, որովհետեւ պատկերացնում եմ թե ինչ տոն է լինելու։ Իրական արվեստի համար միշտ ժամանակ կարելի է գտնել։
Շնորհակալություն ձեզ անսահման։ Շնորհակալություն։ Մերսի։ Դե ինչ պոեզիա կասես հենց հիմա եթերի։ Տերյան։ Տերյան։ Հա, աշնանը շշուկ, վարգիներն են բաց պատուհանից տակ, դու ես որ դարձյալ տախիցով իշու, կանչում ես ինձ միշտ կարոտով հստակ։ Տեսնում եք, սա այն պարագան է, որ կապ չունի գարուն է ամառ ձմեռ, միևնույն է աշնան մշուշն է այս պահին պատել վրեժին։ Իսկ մեր եթերը մոտենում է իր տրամաբանական ավարտին, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մենք փորձեցինք լինել հետաքրքիր այս 1 ժամվա ընթացքում, հստակ բարի օր ենք մաղթում ձեզ, Անահիտը եւ Լերնեին։ Լավ օր բոլորիդ։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։